Հրապարակը հաճախակի տարբեր թեմաներով հարցումներ է անցկացնում Երևանի փողոցներում։ Այս գործում սակայն մեզ համար խնդրահարույց է մարդկանց չխոսելու հանգամանքը։ Մարդիկ չեն ցանկանում խոսել հիմնավորելով ամենատարբեր պատճառներով, ասելով քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Պոլիտիկայով չեմ զբաղվում։ Ասած աշխատում եմ քաղաքականության հետ առհասարակ կապ չունենամ, չեմ ուզում ոչ մի այդքան քաղաքականության հետ չի կապված, անվտանգային առումով, ընդհանրապես սոցիալական վիճակը միգուցե առհասարակ փորձում չես օգնեմ։ Не, извините, это трудно, политически я не могу. Կամ պետական աշխատող եմ, տեսախցիկներից դուրս։ Ինձ մի հարցրեք։ Չէ։ Շտապում եք էլի։ Կամ այլ բան։ Ժամա, երեխին եմ գնում դպրոցից վերջ։ Վայ, 15-ից գնաց ներողություն։ Ինչ եք կարծում, քաղբանտարկյալներ կան Հայաստանում։ Ոյ, կներեք չեմ պատասխանելի ձեր հարցերին, շտապում եմ, կներեք։ Այս ամենով հանդերձ միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչները թեկուզ կարճ, բայց խոսում են։ Այս Նիկոլի համար Չէ, ուզում եմ ճշտել, ինչպես եք վերաբերվում իշխանությունների։ իշխանությունը թող գնա, չգիտեմ ուր, մտնի գրետնի տակ։ Ասած Երկրի վիճակը անվտանգային առումով։ չեմ կարող ասեմ։ Ոչ մի լավ բան չեմ տեսնում, սենց ասեմ։ Չխոսքան են շարունակում մնալ երիտասարդները։ Ին քաղբանտարկյալ մենք Հայաստանում, տեղյակ եք։ Ոնց եք վերաբերում դրան։ Կլինի մենք գնանք։ Իսկ մամուլի ազատությունը ինչ եք կարծում, ինչ վիճակում է Հայաստանը։ Ես ոչ մի բան չեմ կարծում, ես գնամ էլի։ Չէ, Ոնց եք վերաբերում։ Չեք ուզում։ Ոնց եք վերաբերում դրան։ Տեղյակ եք, որ ին քաղբանտարկյալ մենք Հայաստանում։ Չէ, Ոնց եք վերաբերում այդ փաստը։ կներեք պրոստը։ Թվում է հենց երիտասարդներն ակտիվ պետք է լինեին։ Չէ՞ որ ամբողջ աշխարհում է այդպես։ Այն էլ այս օրերին, երբ ականատես ենք լինում ամենատարբեր երիտասարդական շարժումների ու զանգվածային գործողությունների, ընդհանուր մինչև ռեժիմների տապալում։ Այս մասով էլ Հայաստանում կարծես ինչ որ բան բոլորովին այլ ուղղությամբ է գնացել։ Չէ։ Բարև ձեզ, տեղյակ եք, որ ին քաղբանտարկյալ ունենք։ Չլսեցի։ Տեղյակ եք, որ ին քաղբանտարկյալ ունենք Հայաստանում։ Չէ, Ոնց եք վերաբերում դրան։ ես չպատասխանում։ Չէ, Ոնց եք վերաբերում դրան։ չեմ վերա։ Չեք վերաբերում։ Լավ։ Կներեք էլի։ Ի վերջո, ով է Նիկոլ Փաշինյանի վկայակոչած ժողովուրդը, որին անվերջ հղում է անում վերջինս։ Մեր ունեցած վիճակագրությունն ամեն դեպքում ցույց է տալիս, որ մարդիկ ահաբեկված են, անտարբեր։ Չեմ հետաքրքրում։ Լավ։ Շատ կներեք, չեմ կարող պատասխանել։ Չէ, Չեմ կարող սունել։ Ոչ։ Իսկ ովքեր էլ անտարբեր ու վախեցած չեն, հիմնականում կարծես խնդիր ունեն հոդաբաշխ միտք արտահայտելու հետ։ Ինչ եք կարծում, ինչու է Փաշինյանը խոչընդոտում Արցախի կառավարության վտարանդի հռչակման։ Կարևոր բաներ են ասում, աղջիկ ջանին չասեք ես դու։ Ես ամարանա, եղանք կողեմ գլոխ հետ ման։ Բաբոց, կելես դավա բոյնի գերեսման դու։ Ավելի լավ է համատարած պատերազմ լինի, մեր ու մանու կոտորվեն, հղի չբեր բոլորը, քանստե գան նախկին իշխանությունը։ Դատարանի որոշում է, դատարանի որոշում է, որ ասում եմ դու ինձ, չես կա, ուզում է դատարան լինի, դու այդքան չկաս, որ ես քեզանից, որևիցե մի օր ներողություն խնդրեմ։ Ըստ Փաշինյանի, կարծես հենց այս մարդիկ որոշում են մեր երկրի ներկան ու ապագան։